առաջին հերթին պետք է ստեղծենք միասնական հայրենասեր հասարակություն։ Մինչև մենք չունենանք միասնական համախմբված հայրենասեր հասարակություն, աբսուրդ է դրա մասին մտածելը։ Իսրայելը գնաց այդ ճանապարհով, դուք բոլորդ գիտեք, այնտեղ նույնիսկ աղջիկների համար պատիվ է ծառայել իրենց հայրենիքին, մտցրեցին այդ գաղափարախոսությունը, մարդիկ դաստիարակվեցին պայքարող տեսակով, մենք գնալու ենք այդ ճանապարհով, բայց դուք համեմատում եք Իսրայելի հետ, Իսրայելը ունենալով Հայաստանից 30% քիչ տարածք, մոտավորապես 8-9 միլիոն բնակչություն, այսօր իրենց պետական բյուջեն մոտ 200 միլիարդ։ Հայաստանը դարձրել են տարիների ընթացքում փող չաշխատող երկիր, չի ստեղծվել ոչ մի հավելյալ արժեք ստեղծող հզորություն, ամենակարևորը պետք է կարողանանք ճիշտ օրենքներ ընդունելով, ոչ թե սրանց նման բոլորին հայտարարենք թշնամի, բիզնեսմենները բոլորը թշնամիներ են, պետք է ազատվենք այդ բեռից, այդ պետական չկամությունից, սրանք ինչպես մարդիկ են չկամ, այդպես էլ պետությունն են դարձրել չկամ, իրանք չեն կամենում, որ մի մարդ հարստանա, մի ընկերություն հարստանա, անպայման պետք է քերեն, բոլորի ծնողները առավոտից երեկո քննչական կոմիտեներում ժամերով նստած, բոլորի երեխաները թափառում են քննչական կոմիտեներում, այդպիսի երկիր հնարավոր է ունենալ, մենք միայն անհանգստանում ենք արտաքին անվտանգային հարցերով, բայց մեր ներսում մեր պետությունը արդեն քայքայվել է, շատ արագ պետք է կանգնեցնենք, շատ արագ ամենալուրջ փոփոխությունները պետք է բերենք, որ կարողանանք զարգացնել այս երկիրը։ Դրա համար պետք է ուժեղ Հայաստան, պետք է ուժեղացնենք Հայաստանը տնտեսությամբ, արտաքին քաղաքականությամբ, դա լոկ խոսքեր չեն, որ մենք ասում ենք, առանց տնտեսության ոչ մի բան հնարավոր չի զարգացնել, ինչ ուզում ասենք, մեզ հիմա ստեղծող ուժ է պետք, տնտեսակետ ուժեր են պետք, որտեղ խոսացողներին մենք տեսել ենք, ինչ կան ասես կան այդ խոսացողները, խոսում են իրենք անձնապես հարստանում են, բայց ժողովուրդը մնում է խաբված, երեկ էր առաջի օրը մարդիկ մեծ ցնծությամբ նշեցին խաբված քաղաքացու օրը, մեր ամբողջ ժողովուրդը այսօր խաբված է, իրենց մասին ոչ ոք չի մտածում, իրենք ընդամենը մեկ գործողություն են անում, վարկեր են վերցնում, փաթաթում պետության գլխին, փող ստեղծել չգիտեն, գումար ստեղծել չգիտեն, իսկ այդպիսի իշխանություն Հայաստանի համար իրոք վտանգավոր է, մինչև երբ վարկով ապրենք էլի, վարկը վերջը պետք է հետ տանք։ Շնորհակալություն։